Մենք շատ կարևորում ենք տարեսկզբյան այս մեր համատեղ վերլուծությունները նախ կատարած աշխատանքի եւ նոր նախաձեռնությունների ու մարտահրավերների ուղղությունների ուրվագծումը։ Մենք այս տարի, պարոն նախարար, կենտրոնացել ենք առաջնահերթ բոլոր հանցագործությունների շատ հասցեական եւ արագ բացահայտմանը, նախաքննության իրականացմանը եւ դատարան ուղարկելուն։ Պարոն նախարար, մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձրել բանակում կարգապահությանը, նաեւ ես շնորհակալ եմ, որ ձեր հրավերով ես մի քանի վարպետաց դաս եմ, մեկն անցկացրել եմ, եւս մի քանիսը կանցկացնեմ մեր բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունում։ Մեր նպատակը մեկն է, որպեսզի ենթամշակութային դրսևորումներ նվազեն բանակում եւ սպայական առաջնորդությունը լինի, հրամանատարական առաջնորդությունը լինի մեր եւ ձեր համատեղ աշխատանքի արդյունքը բանակում, մեր բարեփոխվող բանակում։ Մենք շարունակելու ենք աշխատանքն այս ուղղությամբ, նաև մենք շարունակելու ենք աշխատանքը ապօրինի օտարված գույքի բացահայտման եւ վերադարձման ոլորտում։ Դուք գիտեք, որ մենք արդեն մոտ 8 զորամասի վերաբերյալ ունենք ուսումնասիրություն, ունենք վերադարձված զորամասեր, ունենք զորամասեր, որոնք պետական շահերի պաշտպանության ոլորտում են քննության առարկա եւ յուրաքանչյուր միավոր, որ հասցեական չի ծառայել բանակի նպատակներին, պետք է վերադարձվի պետական բյուջե եւ նորից մտնի բանակաշինության գործի մեջ։ Սրանք մեր առաջնահերթություններն են, պարոն նախարար, դրանք շարունակելու են մնալ, կարգապահությունը առաջնահերթ եւ մենք մի փոքր ձևափոխում ենք արել մեր կառուցվածքի մեջ, որպեսզի զինվորական դատախազությունները ավելի հասանելի լինեն բանակային կորպուսներին։ Մենք Տավուշի առանձին ստորաբաժանում ենք այս տարի արդեն ձևավորել եւ տեղակայել եւ 2 կայազոր ենք առանձնացրել Սյունիքի մարզում հաշվի առնելով մարզի առանձնահատկությունները, որպեսզի մաքսիմալ հասանելի լինեն եւ դատարանները եւ բանակային կորպուսները եւ նաեւ զինվորական դատախազները կարողանան զորամասեր այցելել եւ ավելի մոտ լինել հրամանատարական կազմին։ Գործընկեր կառույցների այս համագործակցությունը էական դերակատարում է ունենում շարքերում համագործակցությունը ավելի ինտենսիվացնելու համար, որովհետև մենք սրանով նաև ցույց ենք տնում, որ գործընկերային համագործակցությունը ամենաառաջնայինն է եւ բանակում կարգապահությունը նոր մակարդակի բերելու եւ բարձրացնելու համար մենք պատրաստ ենք ավելի ինտենսիվացնել մեր համագործակցությունը եւ իհարկե ողջունում եմ, որ դուք քայլեր եք ձեռնարկում նաև զինվորական դատախազության տարբեր օղակների ավելի մոտ դարձնելը մեր զինվորական օղակներին։ Իհարկե զինված ուժերում շարունակում են լինել խնդիրներ, ցավալի դեպքեր, այդ թվում նաև մահվան դեպքեր, եւ ինչպես նշվեց, այո, դրանց բացահայտումները շատ կարեւոր են ու էական է, որ վերջին տարիներին մենք չունենք չբացահայտված դեպքեր։ Բայց միևնույն ժամանակ շատ կարեւոր է, որ մենք մեր աշխատանքով կարողանանք կանխել այդ դեպքերը եւ ես պիտի նշեմ, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում ռազմական ոստիկանության ակտիվ ներգործության պայմաններում բազմաթիվ դեպքեր են բացահայտվել եւ կանխվել, որը կարող է բերել ցավալի հետևանքների, բայց հետեւական աշխատանքը պիտի չդանդաղի եւ գործընկեր կառույցների այս համագործակցությունը շատ մեծ նշանակություն ունի, որպեսզի բանակը օր առաջ դառնա ավելի կարգապահ։